Հայաստանն այս տարի զբոսաշրջային հոսքերի պատմական ռեկորդ է սահմանել։ Հունվար-նոյեմբեր ամիսների վիճակագրությամբ մեր երկիր է այցելել մոտ 2 միլիոն 125 հազար մարդ։ Ակնհայտ է, որ մենք այս տարի գերազանցելու ենք նախորդ տարվա ցուցանիշը եւ նաեւ այս տարի մենք գերազանցել ենք նախորդ 30 տարիների Հայաստանի Հանրապետության անկախության ամբողջ ընթացքի 6 ամիսների զբոսաշրջային այցելությունների թիվը։ Էկոզբոսաշրջություն, արկածային տուրեր եւ գաստրոտուրիզմ։ Հայաստանը զբոսաշրջիկին հետաքրքրում է այս ուղղություններով։ Այցելուներին գրավում են հատկապես անվտանգ միջավայրը, բազմազան խոհանոցը եւ ճարտարապետական հնավայրերը։ Զբոսաշրջիկների ռեկորդային աճի ցուցանիշը պայմանավորվում է մի քանի գործոններով։ Առաջինը ուղիղ եւ կարճ չվերթների ավելացումն է։ Այս տարի մենք բազավորեցինք Հայաստանում նոր եվրոպական ավիափոխադրողի, առաջին անգամ Գյումրիից չվերթեր ունենք դեպի Եվրոպա։ Երկրորդը զբոսաշրջային տուրերի հեշտ եւ արագ կազմակերպումն է։ Պատմամշակութային վայրերի մոտ լինելու արդյունքում այցելուն մեկ օրում մի քանի զբոսաշրջային փորձառություն կարող է ունենալ։ Զբոսաշրջիկի հետ գնալ Խորվիրապ, Նորավանք, որից հետո այցելել Արենի եւ նայել քարայծերին, հենց իրենց բնական բնադիտումներ իրականացնել եւ նաեւ իհարկե ինչը սիրում են զբոսաշրջիկները գաստրոնոմիական հետաքրքիր տուր ունենալ։ Այս ամենի կողքին արագորեն զարգանում է նաև էկոզբոսաշրջությունը։ Գյուղական միջավայրում ապրելն ու ժամանակ անցկացնելը հետաքրքրում է թե միջազգային զբոսաշրջիկներին, թե քաղաքաբնակներին։ Այս տարի Տավուշում ես շատ հետաքրքիր մի զբոսաշրջային փորձառնություն տեսա, երբ գյուղական միջավայրում առաջարկվում էր մեկ օր գյուղացու կյանքով, հենց այսպես էլ կոչվում էր փաթեթը։ Միջազգային ճամփորդական պարբերականները այս տարի Հայաստանը տարբեր անվանակարգերում ներառեցին։ Վանդերլաստ ամսագիրը Հայաստանը տարվա 10 լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը համարեց, ապա Երևանը ճանաչվեց որպես աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների տասնյակում։ Սա Հայաստանի համար լավագույն խաղաքարտերից մեկը կարող է լինել, որպեսզի մարդիկ գան եւ ընտանիքներով, եւ երիտասարդները գան ընկերներով, եւ ինչի՞ չէ անհատ զբոսաշրջիկը գա եւ վստահ լինի, որ եւ ցերեկային ժամերին եւ գիշերային ժամերին ցանկացած վայրեր այցելելու դեպքում ինքը անվտանգ է։ Ճանաչելիության բարձրացման նպատակով Հայաստանը այս տարի հանդես եկավ 6 միջազգային ցուցադրություններով եվրոպական, ասիական, ինչպես նաեւ արաբական երկրներում։ Այս բոլոր քայլերը տեսանելի են դարձնում Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր աշխարհի համար, որպեսզի ունենանք շատ ավելի շատ զբոսաշրջիկ, պետք է շատ ավելի տեսանելի եւ հասկանալի դառնանք տարբեր միջազգային զբոսաշրջիկների համար։ Մինչև 2030 թվականը նախատեսվում է հյուրընկալել ավելի քան 3 միլիոն զբոսաշրջիկի եւ դարձնել Հայաստանը համար մեկ ուղղությունը ճամփորդելու եւ բացահայտելու համար։